գրելը սերտորեն առնչագիծ էր հայերենին եւ ֆրանսերենին ջեմարանի մեջ այնքան լավ հայերենի եւ ֆրանսերենի ուսուցիչներ ունեցած են որ դրձած են այո ադիգա աղբալյանի շանթին այսինքն եթե ուզած ես նույնիսկ հերանալ բահմը հայերենը ոչ չեցկած ամեն անգամ որ Խաչիկու անունը տեսնեմ ես ինձ հարց կուտամ ինչպես հայտնվեցավ Արժանտինի մեջ մեկը որ ողն ու ձուծով միջին արևելյան եկիդես կոնցեպտ մգար Middle Eastern 1.5 տարի 2 տարի շատ փորձման ենք վերջը գնայինք ինչ կլա ընկերները մեկը գնացավ նվազագույնը որ իցեր բերես լեզումն էսավ ասենք որ փորձենք եւ այդպես եղավ դու նաեւ բանաստեղծ ես Խաչիկ կգրեմ գիհիշես այդ կոնցեպտը հաջող կմոռնաս որ բանաստեղծ ես չէ երբեք եւ որ հանրացանոթ գրողը ինքը քեզի գուտա որակավորումը որ բանաստեղծ ես հադի լավ գլա լավ գս այնադեն գսես որ օքեյ գրծած եմ պամը եւ չեմ մերժեր լավ օտված մը պետք է հրավիրե բանավեճի միշտ լուր կամ բացահայտ բանավեճի պետք է հրավիրե գներացնեն քեզի այդ վիճարկումները երբեմն ասենք կքննադատեն քեզի կամ քեզի անհագստությունը կբաժարեն երբ որ ասեն որ ինչ քրեր է կամ սխալ է հիմնական հետևյալն է ընթերցող ունիս հոտվածները անդարբերության գարժանանան ադե չէ տանտաղ մահը գրողի նամա շատ դրամ չունեի հետևաբար աժան քինի եւ աժան արդեն կինով որ չեր գիտեր թե շիշը գծծեր թե այսպիսի բաներ հասարակությունը ինչպես կընկալ է Խաչիկ ինձ համար հարց չէ քեզ համար հարց չէ ինձ համար հարց չէ այնքան ադեն որ ներկայացուցած լեզուն չես բղձեր գոր եւ այլն բաներ ագրնոսել բնավ ինչ կնեգոր ասի բանաստեղծություն չէ գրվի մասանք բան 70-ական թվականներուն ճիք մգար մակրամակուր հայերենի չէ բայց վերջ անդրադարձանք որ ադիգա սխալ է որովհետեւ ադիգա չէ որ հայերեն լեզուն բիդի զարգացնե գամ ապրեցնե ընտագարակը ադի ավելի գերացնե գոր լեզուն գվերածի աղանտիմը որ մաս մակուր գրես ամեն ինչ կսկուշանաս բարերեն եւ չես անդրադառնալ որ երբ բարեր կամ եւ գսերմվի օղագը եւ լեզունոն գմեր հիմա խանտավար ես արեմդայերենի վիճակով սպիրկի մեջ Խաչիկ գասկաչիգա որ մեծ մարտահրավեր է արեմդայերենի զարգացումը եւ փոխանցումը սերունդեսերու դեմը Դիկա որ երկու լեզուները իրար հետ համարգին երկու լեզուները եւ ստեղծվի ինչ որ վայեն գսե արևմտավ ելավ հայերեն լա եւ այդ մեկը գլա եկեք անգերց խոսենք այսօր Խաչիկ Դերղուգասյանի հետ է թե ինչպես Խաչիկը Լիբանանեն արևմտյան Բեյրութեն Համրայեն եւ մանավանդ Ռաուշեի մայտերեն հասավ հայտնվեցավ Արժանտինի մեջ Բուենոս Այրեսի մեջ ինչքան դժվար էր այդ անցումը եւ ինչ ճանապարհներ անցավ որ դարձավ համալսարանի տասախոս ագատեմական կորզիչ ու նաեւ հրաբարագախոսը որուն հոդվածները այսօր մեզ մեջ շատերը կգարտան եւ կսպասեն թե Խաչիկը ինչ պիտի գրե եւ ինչ կարծիք պիտի այդի բացի անգե նաեւ խոսցանք բանաստեղծության մասին ու նաեւ մեր հիմնական թեմաները մեկը արձարծեցինք որն է արևմտահայ լեզվի զարգացումը այսօրը եւ սպառնալիքները կամ մարտահրավերները այս բոլորի մասին անգերց Եվ եկած էինք անգերց խոսելու հյուրս Խաչիկ Դերղուգասյանն է անգերց խոսենք Բարով եկար Խաչիկ ամեն անգամ որ Խաչիկու անունը տեսնեմ ես ինձ հարց կուտամ ինչպես հայտնվեցավ Արժանտինի մեջ մեկը որ ողն ու ձուծով միջին արևելյան եկիդես կոնցեպտ մգար Middle Eastern այո ինչպես հայտնվեցար Եվ ինչ պայմաններու դակ ինքզինքդ Բուենոս Այրեսի գեղեցիկ փողոցներում մեջ կդար։ Շատ իդ պետք է երթանք, այսինքն ծանոթ էր Արժանտինա եւ Արժանտինեն ընկերներ բարեկամներ ծանոթ էին, շնորհիվ երասարտական բանակումներուն հիմնականորեն, բայց բաժարը այն էր, որ եթե գուզես ես Բեյրութի արևմտյան շրջանի մեջն էինք եւ 82 իսրայելյան ներխուժումեն հետո կամած 84-ին սկսյալ
այդ շրջանի հայությունը, այսինքն Ջեմարանի շուրջ բան մգար, երանգուն մգար Ջեմարան Երանգունի Բերմուդայի պես Երևանյան ակում բանը ուրիշներ Այգազյան կոլեջը կար, Էյսին կար, բայց այդ շրջանի հայությունը սկսավ բանը լալ ընդհանրապես ganցնեին դեպի ganցնեին քրիստոնեական կողմը գերտային ուրեմն շատ փոքր բան մնացած էր համայնք մնացած էր եւ ընկերական շրջանակ ունեինք որուն չգիտեմ լավ էինք գաբրեինք որ եւ քեշ չէր իրականության մեջ հագարակ պատերազմին հագարակ անորոշության բայց ամենից մի եղավ որ ամիջական մդերի ընկերներս արդեն որոշած էին ցկել հերանալ ես ալ քիչ անգերցորեն ցանցրացած էի այլևս պատերազմին նորեն գսեմ բանի հարց չէր եղամնդի հարց չէր դպրոցում արաբական դպրոցում տասկուդայի կոմպյուտերի աստագի մեջ կաշխատեի հայկական ռադիոժամին ուրեմն լուրերու խոսնակն էի հայկական կյանքի մեջ էիր այսինքն հայկական եւ ոչ հայկական արաբական դպրոց տասկուդայի ես հայկական դպրոց տասակ եւ կոմպյուտերի տասեր բայց լավ էր բզդիկ շրջանակ մգարի այդ շրջանը երտալին նեղնալու սկսավ մեկը գծկեմ իսը գերտա դերգային բայց անգարց փամը ստեղծվեցավ առաջարկ մի եկավ որ Արժանտինի մեջ ուրեմն Արմենիա տերտը խմբակրի պետք ունի եւ հետաքրքրան որ 86-ին անտիվաձեի հոնդերեն ընկերներու եւ գադագով ասած էին ինչու Արժանտին չես կար ես ասած ես Արժանտինո նույնիսկ ֆուտբոլի իմաստով այն ժամանակ իմ խումբս Գերմանիան էր այսինքն Արժանտինի հրաշք նախասիրությունը չի գար հետաքրքրություն ընդհանրապես հարավային Ամերիկայի նկատմամբ եւ շատ կանող 15 տարեկան 14 տարեկան 12 իրեն անցյալը 70-ական թվականներու գար հետաքրքրություն բայց առանցին Արժանտինի մասին հետաքրքրություն չկար բացի տասական բաներ են Բորխես եւ այն ատկրականություն թարգմանված մեկ բառ բաներն չէի գիտեր երբ առաջարկը եկավ սկսա մտածել որ օքեյ մեկ ուգես տարի, երկու տարի շատ փորձ մանենք, վերջը գնայինք ինչ կլա, եւ այն ատեն ընկերները մեկը ինձ ասավ, որ քնասավ, ասեն նվազագույնը որ բիհի ցերկ բերես լեզումն էսավ, ասենք որ փորձենք չենք բանալար, սղճալու դեղ չի գա, եւ այդպես եղավ, մեմը որ կացի հոնդեղը, որոշած էի միջին արևելքը ցկել այդ բանով հերանալ այլոց որտեղ դե մգասներ որ այլոց լիբանանյան բادرազմը անհետեթի բանին ասած էր ասենք ողբերգությանն ավելի պաթետիզմին ասած էր չէ մանավանդ ամենա քեշ բաները փախումները կամ իր անհետետությամբ հատկանշվող փախումները եղան եւ որ 85-ին նախ եւ վերջ 87-ին ուրեմն իշտիրակիները եւ ամալը իրար հետ փախեցան արևմտյան Բեյրութի մեջ եւ ահավոր ժամանակ մներ այն ինչ որ գոչվեցավ տրոշակներու բادرազմ 85-ին հիմար բանի համար էս ինչու տրոշակը վարիչ խորկային բաժարներ ուրիշ էին բայց ասի որ այլևս աստեղը բան չունի հույս չի գա վերջը չունի այս վերջը չունի գիտես սկիզբը չգիտեմ իդեալներ գային համացային կողմին բادرազմ ինչու բادرազմը դեր ունենա Հետաքրական էր ինչ կեցված կունեիր խաչիկ որպես երդասարդ մտավորական գիտես ասպարը չեմ սիրել շատ կորձածել որովհետև պերմն է եւ ասանք ուրվագանի պես է որովհետև քեզի գտարցնե ուրիշ մեկը նույն ասենք ես բուրճամուտ ծնած մեծած եմ բայց երբ որ գսեն երդասարդ մտավորական քեզի քիչմը ուրիշ տեղ գտանին վատ կամ լավ չեմ ասեր բայց գդարբերվի իրավիճակը դու ինչպես կնգալ էր այդ բոլորը նախ ես համացան եմ քեզ որ երբ որ մտավորական եւ այն գսեն օքեյ գսես բայց ամենից մի վիճելա որ հաղորդագից չես շրջաբադիտ հետ կամ ընդհանրապես ինչպես կնգալ էի լիբանանյան բادرազմը առաջին դարիներում չգիտես շատ մենք շատ թուն երեխա եւ երևի ես 12 տարեկան էի եւ որ սկսավ բادرազմը Սկիզբը միշտ հասկանալու բան մգար դրամատուրգիա մգար որ ինչ կլագոր եւ գսկսեինք մեծերը քաղաքականություն գխոսեին մենք ան մտիկ կնենք անալ ինչ քաղաքականություն մեկ ասոր հետ նիսանոր հետ եւ այլն բայց միևնույն ժամանակ կփորձեինք հասկանալ նոր առաջին բաներներ քաղաքականություն հասկանալու
Եվ այնպիսի բան մգար, որ գիտես 82-ի իսրայելյան ներխուժումը դերևս վերջացներ բանը պատերազմին սկզբնական պատճառը որ տված էին, իբրև թե պաղեստինյան ներկայություններ, որ այդ պատերազմը սկսել, բայց վերջը կտեսնես, որ դեմը գուկա, որ ինքնանպատակ կդառնա արդեն այդ կյանքը եւ բանի կվերածվի, ընթացքի կվերածվի։ Եվ ադեր որ սկսած էր զզվելի դարձնել։ Աստած է գներես արևմտյան Բեյրութի մենք որ գսեինք Ղերբիեի մթնոլորտը, որտեղ հիմա ասենք պաղեստինյան հարցը դրիր, բայց գարձես որ ադի չեր պատճառը միայն։ Աստած է ընդհանուր մթնոլորտը քու հայեցողությանը դվրա։ Ինչ արելա Բեյրութի այդ շրջանը Զանգասազից պես մտավորականության արվեստի շրջանակներ, չէ, Բեյրութի ան Բեյրութը որ չի ջանցանք, ոչ ալի ես, կամ դերևս ասանք մշուշոտ կհիշես։ Ես հին Բեյրութը, ան 70-ական թվա 60-ական օտոմատիկի Բեյրութը, կապիտոլին Բեյրութը, կամ Սանայեի Բարդեսին Բեյրութը, որ բան նկարչության բաներ ուսանողները գերտային կգծեին գնստեին, այդ Բեյրութը, որ մեր բաբաները սիրեցին, գապվեցան, այդ Բեյրութին հետքերը դաղավին կգտնեիր Համրա և այլն, բայց միշտ ընդհանուր բանիմը վայրակության դքեղության մտնոլորտի մեջ ադեր որ գգաբեր Բեյրութին եւ հիմնականի մեջ ծովապը Ռաուշեին ծովապի եւ բանը Մայրամուդը այդ հրաշալի դեսարանը Ռաուշե բայց սկսած էր ադալ վերջանալ եւ մեղքեր այսինքն կփորձենք քիչ աշխարհը տեսնել եւ որ լիբրերի Անտուանը գարկիես սենտերտերը կբերենք եւ այլն գաբիլ բայց Սևոմը գսկայր որ այլևս քեզի կպանդարգի այս կացությունը ոչ կնաս սարքանալ ոչ կնաս առաջեր տալ եւ այն շատ ենթագայական են ասած սնտարական բանը չեմ սերգոր եւ որ դուրս ելա ամոզված էի որ այսինքն Լիբանանի այն խաղապարը որ հղացված է 20-ական թվականներու մտավորականության կողմէ երգիրը ուրի դարբերություն մյուս բոլոր արաբական երգիրներու համայնքային ժողովրդավարություն գոչվածը ինչ որ չափի ազատություններու բան մտված էր, չէ, եւ զարգանալու առաջ նայելու առավել միջերգրանեն թեպի արևմուտք երբ նայեր Լիբանանը նաեւ մաս մներ ուրեմն Եվրոպայի արևմուտքին միջերգրանյան ուրեմն մտնոլորտը չէ Բեյրութի վերածածեր եւ վերջը կգարտասած բոլոր վերջը կգարտաս որ ինչ տեսլական ունեցած էին բայց պաստորեն չհաջողեցան ստեղծել այդ համագեցությունը եւ փոխ հասկացողությունը եւ ուրեմն համայնքային ինքնությունները առավել ուրեմն այդ համայնքներեն ներս դիրաբետող ֆեոդալական սիստեմները թույլ չի տվին, որ այդ ժողովրդավարությունը զարգանա եւ հասնի այնպիսի երկրի, որուն անունով միայն եւ ծաղրական ալգետվի Զվիցերիան օրինակ Լիբանանը Զվիցերիա։ Այո, մերձավոր արևելքի Փարիզը կամ եւ հավանաբար մոդելը արաբական մյուս երկրներուն համար էր, որ համագեցություն անպայմանորեն չի նշանակեր, ուրեմն բայց չեղավ ընդհանրակ ասեն Լիբանանին պես եղավ Սուրիան ուր բանը միագդուր ես բասյան բանը սիստեմը հաստատված էր որպես թե ստեղծելու համար ինչ որ ասոբի եկգոչեր չէ Սուրիական մեծ երազը կամ չգիտնամ հա ուրիշ է բայց ներքին քես եւ որ դարբերություններ կան համայնքային իրենց իրավունքներով եւ այլն որ եւ բادرազմ գա խորքային Օսմանյան գայսօրտյանը նիգած բան մներ ա Օսմանյան ժամանակները սիստեմի գլխավոր համայնքը բեբեկ համայնքները եւ իրարութեմ գրվեցնելու այդ գրվեցնելու կամ համագեցություն վարելու այդ կյանքը բարձաբես չի հայտնվեցավ մտավորական եւ քաղաքական այն ուժը որը սեր որ օքեյ այնինչ որ զարգացման ջամփով պիտի լար Լիբանանը պիտի գերտենք չեղավ ընդհանրապես Բադեր Թայիֆի համացանակիրը սիստեմեն բամը չի փոխեց
Ոչինչ փոխեց։ Ոչինչ փոխեց, հաղթականները, բարդվածները ստակ էին այդտեղը եւ այդ դրամապանության վրա զարգացավ երգիրը, զարգացավ, որովհետեւ ահագին դրամահոսք եղավ այդ տարի։ Բայց նոր են գսկանք, որ բնական աճը չէր, չէ՞։ Չէ, այդ հույսը որ դրվեցավ 90-ական թվականներուն, ասեն ես վերադարձա 87-ը 93-ին առաջին անգամ 94-ին առաջին անգամ վերադարձա։ Նկատեցիր որ Բեյրութը զարտոնք մգաբրի որ Փամը գանցնի գտարնա որ բայց այն ադեն քեշ աստաձեր վրաս որ ամեն ինչ որ բادرած մեր լրություն գդիրեր վրան այսին վերադեսության եւ ասելու որ ինչ ռինգ հոստեղ եւ ինչպես այսինքն վերակնահատելու խնդիր վերակնահատելու սեմքեզ օրինակ համար Արժանտինի մեջ որ 76-ի 83-ի այդ զինվորական բռնաբեդությունը 30,000 օկեան է դասուցածեր եւ այլն միշտ այդ հարցը գար որ ինչպես պիտի չի վերադառնանք անցյալին Ադեշի գրգնենք սխալները լիբանանցիկալ գսեն բայց խորքային չէ այդ չէ եղած Քիծար չի եղած եւ վերջին հաշվով որպես հայություն կամ հայ համայնք Լիբանանի մեջ լավ գիտես որ մենք մեզի հայ գսկայինք ոչ այնքան լիբանանցի բացի դոկտորեն զատ այդ մտայնությունը գար հաստատված էր եւ քեշալ չենք սկարա դու համար մենք մեզի եւ ամեն մարդ գիտեր որ այդպես էր չէ Եվ գսենք որ եթե Լիբանանեն դուրս պիտի ելնենք դեղ Հայաստանն է խոսույթը հաստատված էր իրականություն էր միտ էր այն ժամանակ ամենից որ մոդեցումը լիբանանյան իրավիճակին շատ ավելի հայկական մոդեցումներ կամ հայ համայնքի դեսլագանով մոդեցումներ որոնց դերևս ծայրը աներ որ Փանենք մենք սպյուրքենք ֆորմա հայրենադարձությունը կամ մոդենք Հայաստանին այդ 60-ական 70-ական թվականներու դեսլագանը որ այսօր կգնահատվի եւ այլն բայց շատ գենտանի դեսլագան էր չէ ադով շոշափելի էր երրորդ սերունդը մեջտեղ եղավ եւ երրորդ սերունդը ոչինչ են միջազգային օրագարկի վրա բերավ առանց պետությունը լալու ոչ կառավարական միջոցներով քաղաքական ակտիվիզմի թինելու ցեղասպանության մորցված ցեղասպանության հարցը օրագարկի բերավ ուրեմն իրական էր այդ տեսլագանը այն ժամանակ հիմա Հայաստանի անկախությունը փոխեց ամբողջ դվյալները եւ այլն սպյուրքը վերամտածելու անհրաժեշտությունը տրվեցավ բայց այդ էր Լիբանանեն ելնելու համար ասած է որ այլոց ոստեղ մնալ շատ իմաստ չունի այն զարգացումը որ կսպասես այդ երասարդ տարիներու եւ մտավորական եւ նաեւ չէ նյութական չէ չի դար Լիբանանը եւ արիտը գտնվեցավ Արժանտին Անգերձորեն արգածախնդրություն մներ արգածախնդրությունը որում մեջ շատ լավ շրջապատված է այսինքն Ադիբի դեսեի պնդրել դվավ Արժանտինը քեզի Լիբանանը կամ կու սենք համրայի փողոցները Ադգարոդը սկացիր այլ որոշ բաներ այո եւ հիմնականի մեջ երկու դեղ էր որ Բեյրութի բարակային շատ գարոդը գար մեկ էլ Ջեմարանի ուրեմն ծարերոնդակներ Նշան Պալանջյան Ջեմարանի ծարերոնդակ եւ միսը Ռավշեն էր եւ արևամուտը Ռավշեի շրջանակ գեղեցկությունը բայց մնացածը ոչ անգերձորեն ոչ որովհետեւ մնացածը ինձի եւ գիտեք Արժանտինի ժողովրդավարության վերադարձի եւ քաղաքական ակտիվիզմի ժամանակներ Ճիշտ ադենին էր երթալ դեսներ որ ինչպես մարդիկ գխոսին եւ իրար վրա չեն գրագեր դերմասնելու համար ինչպես ընդրություններ գնան ընդրություն մեր սերունդին համար չի գար մեր սերունդը չընտրելու կարողություն չունեց Չեղավալ այդ տարիներուն այո Վերջին անգամ 72-ին եղած է իմ ծնած դարից եւ Ես չէի նարկվել 90-ականներու եւ հոն ավելի բանգար զարգանշ պետք է շատ արագ լեզուն սորվեի որովհետեւ այն ժամանակ եթե սմաներեն չգիտնայր կամ շրջապատված պետք է լայր քուգիններով համայնքի մեջ ինչ որ էր Թյուրին եղավ այդ անցումը շատ թյուրին եղավ անգերձոն երգիր մնե որ ուր չես երթար ամերիկան փնդրելու բարձեատիկա չկան այն
ասենք պայմանները, որ մեկս է սկերտամ Արժանտին եւ 0-ին գսկսիմ տնտեսական իմաստով է։ Հա, բան չէ, Dream երգիրը չէ, ամերիկյան երազ չի։ Եղած է շադոնց, բայց այդ մեկը չէ անշուշտ երկիր ինֆլյացիոնը, տնտեսական հետևողական դակնապները, բայց մտավորական իմաստով զարգանալու դարբեր մեր ստացած ֆրանսական, ապա ամերիկյան գրթությունը, ամերիկյան միացյալ նահանգներում դարբեր մթնոլորտներ եւ շատ դրական հոներ որ գրծած շարունակելուսումս շրջանակը վգայվիլ համալսարանի դասախոս դառնալ։ Եկեք անգերց խոսենք։ Տուն այս բոլորի գողքին Խաչիկ նաեւ հրաբարագախոս ես եւ քու անձնական կարիերայի հետ զատ մեզի հայերուս համար գնստիս եւ հոդվածներ կգրես շատեր մեզ մեկը սպասեն այս կամ այն նյութի մասին Խաչիկը ինչ պիտի արդա ինչ պիտի ասե ասի անգեղձորեն գսեմ որովհետեւ շատ չեն Խաչիկները այսպես քեզի համար ինչու կգրես ինչ է գրելու այս բանը որովհետեւ դու գարիկը չունիս ադոր այսին օգուտ մը չունիս դու գրել են նյութական մեծ ագնգալիքներ չունիս քեզի համար կարիերա չէ դու ագաթեմական կորզի չես համալսարան գերտաս տասկ ու դաս տասկը պատրաստես եւ այլն ինչու կգրես լավ արցուն է սա որովհետեւ նախ գրելը շատ սերտորեն առնչագից էր իմ բարակայից խոսեմ նորից չէ առնչագից էր հայերենին եւ ֆրանսերենին ջեմարանի մեջ այսինքն այնքան լավ հայերենի եւ ֆրանսերենի ուսուցիչներ ունեցած ենք որ դրձած են այո ադիգա ասենք Ախպալյանին շանթին այսին տուն եթե ուզած ես նույնիսկ հերանալ բահմը հայերենը ոչը չէ ցկած անպայման հաջույք ստացալ ես աստորեն եւ որ գմտածես ասպարեզի մասին ես computer science այո գապ չուներ բայց անգարելի էր ադոր գողքին չկրել իսկ մյուսը թե ինչու հրաբարակագրություն եւ այլն էադիգա էլ կապված էր քիչմը բադանի երասատական դարիներու քաղաքական աշխուժության ակտիվիզմին եթե ուզես մադ ակտիվիզմը ոմանք ավելի գազագերբական են ոմանք ավելի առաջինքից են եւ այլն եւ ոմանց դրված է ուրեմն գրել այն ժամանակ կարեւոր էր արդայդվիլը գրելը եւ բացվիլ էր դեպի աշխարհ վերջ անշուշտ դարբեր իմաստը ստացավ կորցի խավ երբ որ խմպակիրես կորցի գրելը իսկ արդեն երբ ագաթեմական ես կսկսես ասել որ պիտի գրեմ բայց պետք է ասոր դարբեր մոդեցում ունենամ գիտնամ թե ինչ կսեմ բաժարե դեվանքները լավ տնեմ սենագաթեմական դարբեր գրասեղաններ են խմպակիրը եւ ագաթեմական այո եւ հետաքրքրական միշտ երկուքին խմպակրի եւ հրաբարագախոսի ուրեմն մոդեցումներու բանն է համարգումն է կամ եթե գուզես համատրումն է որ մեծակույն մարդահրավերը եղած է ագաթեմական բանի ասպարեզի մեջ մտնել ես հետո որքան կարելի է հիմնավորված կապարներ դալ եւ ոչ թե այդ մեկը չի նշանակել գոմ չի բռնել ասիկա շատ բարձ է բայց մեկ բան է ուրեմն թիրք որոշել թիրքորոշվել օտվածի մեջ ուրիշ բան է այդ թիրքորոշումը գարենալ արարգայական գերբով եւ քննադատական գերբով ներկայացնել ես կնկատեմ որ դու դիալոգի մարդ ես այսինքն ներկայացնես թեզդ բայց գրիվ չունիս քու ընթերցողիդ հետ կհրամցնես կհրավիրես իրեն գուզես հետը խոսիլ որտեղ մենք բոլորս կգրենք այն մարդուն համար որ մեր գարձիկին թեմ է կամ թեմ գրնալ չէ potential այդ գիտես լավ օտված մը պետք է հրավիրե բանավեճի ճիշտ լուր կամ բացահայտ բանավեճի պետք է հրավիրե գներացնեն քեզի այդ վիճարկումները երբեմն ասենք կքննադատեն քեզի կամ քեզի անհանգստությունը կբաժարեն երբ որ ասեն որ ինչ քրեր է կամ սխալ է կամ ադանք չէ եւ այլն այսին հագարագությունները քեզի որպես հրաբարագախոս նեղություն կբաժարեն կամ կհարստացնեն
Անգերձորեն ոչ, որովհետև Եկած ենք անգերց խոսելու։ Այո, անգերձորեն ոչ, որովհետև բամը մտածես, որ որուն համար կգրեմ եւ կանտրատարնաս ու կանի մոքի կգարտան։ Նույնիսկ եթե հիմա մանավանդ, չէ։ Այսինքն վերջին 10 տարին 20 տարիներում 20-25 եւ որ ավելի բանա գային, ասեն եւ անձնական կգրեն եւ հրաբարական կգնահատեն երբեմն ինչ որ շատ լավ է։ Չէ, եթե այդպես չլա, որովհետեւ անոր մյուս երես այն չէ որ այնպես չէ որ գգարտան գկնահատեն եւ միշտ դրական ադիգա լավ է եւ գգարտան գկնահատեն եւ վատ այդ չէ։ Հիմնական հետեւյալն է ընթերցող ունիս թե հոդվածները անդարբերության գարժանանան։ Ադե չէ տանտաղ մահը գրողին համար։ Այդ մեկն է եւ հոնե որ կսկսին ուրեմն բաները պաթետիկ խոսույթները ցուլումը չեմ գիտեր ինչը որ մեկը չի գարտարած չներ այդ ուրվականները գուքան իդ գուքան չէ կամ կստեղծեն կամ որո համար կգրես տուն քեզի կբարսացայնես եւ իրականության մեջ փամը բիդեսես որ եթե ոչ այնքան ին խորքին որ դժվար է հոդվածի մեջ շատ խորը երթալ չէ բայց կոնե իր ծևին եւ հաղորդակցության մեջ ալ նորությունը բերե եւ սանք դակցուր նախատասություններ չլան, որով պարկասծո մեր հրաբարագախոսության ուրեմն ասպարեզը լեցուն է, չէ, լոզունքներ կամ բաներ կան, որ ամեն հոդվածի մեջտեղ պետք է ելնեն։ Անպայման ցեղասպանություն բարը բիդելլա։ Բիդելլա, դարբեր ծևով պետք է ասես, բայց բիդելլա կամ չեմ գիտեր ինչ, չէ, փորձես եւ մտա հորիզոն փանար Անգերց խոսենք։ Դու նայ միջազգային մամուլ կգարտաս վստահ եմ։ Խաչիկ, բայց գսկամ որ շարքը քրողներ կան այսօր աշխարհի մեջ, որոնք նաև կփորձեն այլ կորձիկներով աշխատել, այսինքն հոդվածը եթե չեն գարտար մարդ կելլե կխոսի։ Բայց սպիրկի մեջ ադիգա ընթացքը չարավ, ինչու չի դարածվեցավ, ոնց մեկ քայլ յետենք եւ մեր սերունդը չէ որ իմ եւ քու սերունդը չէ որ այդ մեկ աջողությամբ պիտի անե բայց ոնց պետք է դու արդեն մեջն ես այս առաջին փորձերն են ճիշտ է եթե կուզես բայց նոր սերունդը մեզի ասեն պետք է անցնի չէ մեզի չէ եկողներուն պիտի սորվեցնե որ ինչպես պիտի գարենաս հաղորդակցիլ շատ ավելի կորզածելով ուրեմն ընկերային ցանցերը շատ ավելի Այսինքն չի նշանակել, ասալ կարևոր է, չէ, չի նշանակել խորքային հոդվածակրությունը մեկ կոմսկել։ Չի նշանակել բնավ։ Խնդիրը այդ հոդվածը չէ, խնդիրը այդ հոդվածին գլխավոր գաղափարներուն դարածումն է։ Եվ այդ դարածումը ինքնին առանցին կորձի ասպարեզ է։ Այսինքն մամուլը գա եւ պիտի շարունակվի, որտեվ անցյալը շատ կարևոր ինչ գիտեմ արմեց տերտերը New York Times-ը չէ New York Times-ը չի գործել բայց New York Times-ը հակին նորություններ բերած է թեմքը կփոխե մեյքափ կնե եւ նաեւ կորձածե ընկերային ցանցերը կորձածե ոդքասթը ամեն մեկ ինտերակտիվ գարելություններ կան հոդվածներում հետ հոնե որ սպիրկի ես խոսք հատկապես սպիրկի մամուլի մասին է Հայաստանին քիչ մը ագարակաշապ տարի Գեդեվիս վստահեմ բայց ավելի գեդեվիմ սենքաս YouTube-ին դարբեր կանալներում միջև ոչ այնքան շատ մամուլին ոչ այնքան չեմ գիտեր ինչու դերևս մամուլը շատ նահանջի մեջ է Հայաստանի մեջ երևի եւ YouTube-ը գզարկանա այո բայց մամուլը դեղի գուտա եւ շատ քիչ կգտնես մարտիկ որ թերթը բռնած կգարտան կամ այո Դերևս բրաուզ գնեն արագ լուրերը գարտալու համար բայց կարելի է նաև ինչ գիտեմ բանին թճչայինին վրա գարտալ ասին գարտալ այդ հնարավորությունը գա ես կգարձեմ որ այդ հնարավորությունը չի դրվիր կամ շատ դժվար գլա որտեվ այնքան փեվերացած է ուրեմն քաղաքական դաշտը որ դիալոգը գոյություն չունի չեմ ուզեր ծայրահեղը լալ որովհետև դերևս Թացը չորին հետ հույս մգլա վարես դերևս կան լավ բաներ բայց ընդհանրապես արծազրույցները խփոցի են իրար ձեձելու են կամ նույն բանը ասելու համար են չեմ ուզեր քննադատել եկեք անգերց խոսենք դու նաև բանաստեղծ ես խաչիկ կգրեմ գիշես այդ կոնցեպտը
Աջախ կմորնաս որ բանաստեղծ ես գիտես։ Չէ, երբեք։ Այսինքն չեմ ուզեր բանաստեղծ զիատ բանը, ինչպես ճարաճ մտավորականի մասին խոսենք։ Ասանք թևեր չունիս ես բանաստեղծ եմ եւ այլն։ Երբեմն նաեւ ծաղրականի երթա։ Այո, հեքնեն։ Բայց ոչ, շատ մեծ դու ներհուն ես, քու մեջդ քաշված եւ այսպես։ Եվ որ հանրացանոտ գրողը ինքը քեզի գուտա որակավորումը որ բանաստեղծ ես Ադի լավ գլա լավ գս այնադեն գսես որ օքեյ գրծած եմ պամը եւ չեմ մերժեր չէ երբեք որտեվ իսկապես չեմ եմ ամեն մարդ իր սովորություններ ունի չէ օրվան ընթացքին կամ օրվա վերջավորության քանի մտող առանցին քրել եւ մեկ կողմ ցկել որ լա շատ ավելի կան առօրյան Քեզ համար հաջույք է ադի կամ բադիժ է մաս կգազմե քոյության այսինքն կարելի չէ մեկ կողմ տնել որովհետեւ օրը զարկանա կամ ամիջապես հրաբարակվի Գարիլ չէ չկրել, ասպես կնամասել քեզի։ Բայց այո, եւ դարբեր դեր գտանի չէ, բանաստեղծություն երբ կրես ուրիշ աշխարհներ կբացվին։ Վերջերս շատ լավ բարեկամուիմը, որ ինքը քրագանակետ է Ուրուգվայի մեջ խոսակցություն ունեցանք եւ հսա որ բանաստեղծության մեջ շատ ավելի ճշմարտություն կգտնեմ քան Արցախին։ Whatever that means ճշմարտությունը սված ինչ կուզես ինչպես կուզես հասկացիր բայց քանի մտողի մեջ շատ քանի մտող որ քեզ ամբողջ աշխարհը կփանա ուր գսկսիս ուրեմն դարբեր ապրումներ ընկալել շատ ավելի զորավոր է քան սա Արցախի մեջ ուր Արցախի մեջ միշտ պետք է բանին հետևիս ակցիոնին պետք է հետևիս չէ շարժումին պետք է հետևիս չէ իսկ հասարակությունը ինչպես կընկալ է քու արդատրածը օրինակ ես օրինակ մը պիտի դամ դու վերջերս տվեցիր սահմանելի ադորը որ նաև պիտի ներկայացվի այստեղ Երևանի մեջ գսես այս արավոտ արտնցա 3 գիշերվան բարերուն դառնությունը Բեռնիս մեջ շատ դրամչուն էի հետևաբար աժան քինի եւ աժան արդեն քինով որ չեր գիտեր թե շիշը գծձեր թե այսպիսի բաներ հասարակությունը ինչպես կընկալ է խաչիկ որովհետև գիտես մենք կուկանք Բեյրութեն միջավայրեմը ուր այսպիսի բարմը քրածեր Իշխան Ջիմբաշյանը իր վեբի մեջ մենք ամբողջ այդ բաց բարերը highlight կնեինք դեսեք ինչ քրած է ինչպես քրած է Երգար Ջորջին մասին եւ այլն ինչ վախ չունիս հստակ է որ Դրած ես աս թեման եւ պատմած ես քու մասիդ կամ երևակայած ես չեմ գիտես այդ չէի այդ օրը բայց ինչ է քու սպասումդ կամ վախը ունիս հասարակության կողմէ Դա նախազեն որ ամեն քրող եւ բանաստեղծ անխուսափելիորեն իր բաներ մոդելներ ունի չէ ամենից շատ սիրածը եւ անոնց աստեցությունը գա ագարակ որ գնա աճողել եթե մի աստեցությունեն դուրս ելևեր եւ իր ասենք ոճը գտնի ոս բարձ է որ քիրքի մեջ հստակ է որ Բուկովսկին օրինակ համար մեծ աստեցություն ունեցած է վրաս բայց իրավունք ունիս երբ Բեյրութի մեջ կգրվեր այդ մթնոլորտի մեջ նման բարերը ասենք բան էին պրովոկացիոն էին գկրեիր ասենք պրովոկացիոն ընելու համար եւ ավելի ներգա էր միջին արևելյան այդ մտայնություն որ վստահ եմ հիմա շատ փոխված է ուրիշ ժամանակներում ասենք որ բայց վերջը գտարնա մարդահրավերը որ քրածը չլա միայն ուրեմն հասարակ բամը որ գսես այլ գարենաս ապրումը փոխանցել անոնց մեջ են ամենս որ բնական ուկա բարերը չեն վախցներ միակ վախս անի որ չդառնա քրեի քանի մտող որ կներկայացնես այլ փոխանցես ապրումներ որոնք կրնան եւ երևակայական լար եւ այն մեծամասնություն են ամենից մեծ որ հուշերը չես գրեր բանաստեղծության մեջ քեզ համար այդ բադգերը այդ ապրումը այդ սկացումը այդ ապրումները վստահաբար ներկայացնես եւ ադիգա այսին Արժանտինի մեջ երբեմն գաբրիս Արժանտինամ ուրիշ որևէ ուր իդար պերություն
Բեյրության այդ օրերուն գիշերները գտնայր դուրս ելել եւ անցնվել գիշերային ուրեմն մայթերուն քալել օսերտալ դարբեր աշխարհ մտածել կխոսիմ այդ թվականներու մասին 80-ական 90-ականներու երդասարդ տարիքի թվականներու մասին բայց վերջը կբնականոնանա եւ նորեն կգրկնեմ մտահոգությունը գլա որ այդքանի մտողը չփախին որպես քրեհիկ աժան իրավիճակներ այլ ապրումներ ստեղծել հիմա թերգան վերաբահումներ չէ ես անձնապես շատ չեմ ստացած ասանք նկատողություններ ստացած եմ ոմանք ասած են չեմ գնարած բար գրնայինալ կարգոձել քեզի այսինքն ինչ որ վայոշագանի հետ եղած է անցյալին այո բայց հիմա անդրադառնություն տվող չի վերջերս որ Վիկեն Օսեփյանի երկրորդ գիրքը ներկայացվեցավ Վիկենն ալ իրեն ալ ուրեմն ասած եմ որ ամեն ինչ բանաստեղծություններ բայց աս բարերը պետք չէ կորզացեիր ասանք պատմություն մոդավորապես որ սեն օքեյ հարց չէ ինձ համար հարց չէ քեզ համար հարց չէ ինձ համար հարց չէ այնքան ադեն որ ներկայացուցած լեզուն չես բղձեր գոր եւ այլն ապա բաներա գրնոսել բնավ ինչ կնեգոր ասի բանաստեղծություն չէ գրվի մա ասանք բան նա պատկերացուն երեք սերունդի մարդը որ գիրքը դառնա եւ գարտա չեմ գիտեր ռադիկա այլևս անոնց պիտի արցնես բայց քեզ համար խնդիր չէ լեզուն նաև գենտանություն ունի չէ եւ ապրեցնելու խնդիր պիտի չի փորձես այդ գիրքերու մեջ մակրամակուր լեզումը տնել ժամանակին գարձեինք չէ պիտի փորձես այդ լեզվին գենտանություն տալ արորիատ կարենալ ուրեմն արորիատ փոխանցելով դողերուտ մեջ Ացեվով որ լեզուն գզարկանա նոր բարեր մեջտեղ գելեն կամ բարերական խոսակցական լեզուն բանաստեղծացնելու եթե ասպար կարելի էսել ջիկմը նաև ես իմս չէ շատեր ադիգա գնեն չէ շատեր ադիգա գնեն բայց այդ էր փորձը 80-ական թվականները 70-80-ական թվականներուն այդ ջիկմը գար մակրամակուր հայերենի չէ բայց վերջ անդրադարձանք որ ադիգա սխալ է որովհետև ադիգա չէ որ հայերեն լեզուն պիտի զարգացնե կամ ապրեցնե ընդհանրակը ադի ավելի գերացնե որ լեզուն գվերածի բանի մա ինչ կսեն աղանտիմը որ մաս մակուր գրես ամեն ինչ կսկուշանաս բարերեն եւ չես անդրադառնալ որ երբ բարեր կամ եւ գսերմվի օղագը եւ լեզունոն գմերն այո ադիգա չէ հիմա եթե մարդիկ ուզեն այդպեսնել իրենց գիտնալիքն է պես իմ բարակած չէ անգերց խոսենք հիմա խանտավարես արևմտահայերենի վիճակով սպիրկի մեջ խաչիկ ինչու գարցնեմ որովհետեւ ամենք շատ քրողներու համար մեր լեզուն գմերնի գոր գիտես այդ երկերը այդ ողբերգությունը այդ այսպես լալա հարաճ խոսքերը եւ վերջացած է լեզու չի մնաց Այր գասկած չի գա որ մեծ մարտահրավեր է արևմտահայերենի ուրեմն զարգացումը եւ փոխանցումը սերունդ եւ հիմա չեմ ուզեր սխալ բաները սերգամ կնատատվիլ բայց դերևս սպիրկի մեջ միամիտ սպասումը ունեինք որ Հայաստանի անկախացումը նաեւ արևմտահայության հայերենի լեզու մշակույթ լեզվամտածողություն եթե բրգությունը չէ ադի եղավ քեբաբի միջոցով հալեբի խորովածի եւ խեյմային որ պիտի լար բայց հավասիկ Հայաստանի մեջ նստած ենք ես եւ տուն արևմտահայերեն խոսենք քանի հատ գան գիտեմ վստահ եմ որ գան ուրիշ արևմտա հայերեն լեցուն մայտերուն ջամպաներն այդպես սա այսպես հաղորդումներ կամ հրաբարակային խոսքներ որ քիչ կա չէ Հիմա ադալսեմ որ չեմ առանցնացներ գիտար դեմը բիդիկա որ երկու լեզուները իրար հետ համարգին երկու լեզուները եւ ստեղծվի ինչ որ վայեն գսե արևմտավ ելավ հայերեն լա եւ այդ մեկը գլա այսին գարելի է եւ ոս եւ հիմա այդ գսե որ մարտահրավեր մնե արևմտահայերենը եւ լեզու եւ մշակույթ եւ լեզվամտածողություն բայց մեկ կողմեն եւ օրգանայիս թե կան գազագերբություններ որոնք
ջիկ գնեն եւ իրենց ուշադրությունը հոնգետ ունեցած են խոսքս Գետա Գյուլբենգյանին օրինակ համար իր ծրագիրներով եւ երբ կդեսնաս որ որքան աշխուժ է համասկայինը Մոնտրեալ կամ ուրեմն Գլենդել եւ քրական բանաստեղծություններու ներկայացման ավակներ կլան եւ ողջ գրողներ կան եւ նոր սերունդին մեջ բանաստեղծություն գրողը հիմա կասկածունին որ Լիբանանին եւ Սուրիային այդ հոսքը որ եղավ վերջին 20 տարիներ օգնեց բայց նաեւ պետք է քաղաքական ուրեմն գամք ասենք կորց որբեսի այդ մեկը գենտանի մա ավելի դժվար է Հարավային Ամերիկայի մեջ անշուշտ մադի վրա գաժվին այրենով իրար հետ հաղորդակցողները կիցողները կան չէ բայց խոսակցական լեզուն չէ բայց դու չես գրեր միայն անշրջապատին համար ուր գտնվիս եթե սպյուրքի մեջ կգրես պիտի գրես սպյուրքի համար հուսալով որ Հայաստանի մեջ արկանի ընթերցող կգտնաս այս հանգրվանին եւ այդ ծևով որ արեմդայրենը գրնա իր զարգացումը գտնել Aranց երբեք աս խոսքերուս յետևը բանդեսնելով չէ Տիդավորությունը կամ ավելի ճիշտ գարձես հաղթեր ենք օբիտ հաղթեր ոչ դժվարություններու արժև է գա ամեն մարդ գիտե բայց նորեն գսեմ անհույս չէ մեր գրիվը չէ բնավ անհույս ոչ անհույս չէ ոչ արեմդայրենի բաբանումն ու զարգացումը եւ անհույս չէ Հայաստանի մեջ երկու լեզուներու մոդեցումը թեև անշուշտ շատ բացեր կան կդեսնես շատ մեծ ջիկը չեմ տեսնել որ այդ մեկը լա համարգումը շատ ժամանակը գերեւի բանը Երանի մասնավորապես երբ Գլենդել գսեմ ասեն ոնդեղը որ Հայաստանեն արտակախտ հաստատված մեծ սանկվածները եթե չեմ գիտեր ես on չեմ ապրիր բայց եթե այդ ուրեմն բանը լա մոդեցումը եւ իրար հետ խոսիլ իրար հետ զարգացնելը հավաքական ինքնության մշակութային արվեստի եւ քրականության արտահայտությունները գկարծեմ որ լավ ջամփու վրա գրնանք դրվել վերջին հաշվով ինչ կնշանակե հորեդեսլար կնշանակե վերադառնալ այն խոսույթին որ գսե որ վերջացավ այլևս ուրվականները եկան ծուլվեցան կացինք այնքան ադեմ որ մեկը գքրե եւ այնքան ադեմ որ քանի մոկի գարտան պետք է շարունակել եկեք անգերց խոսենք մեծ պլանի վրա տուն որ Սպիրկ Գաբրիս ներգայիս ասենք Ինչպես կդիտարկես Սպիրկի աբական նույնպես շատ ճարճրգված թեման է գիտես Հայաստանի անկախացումեն յետք մեր ուղղությունները փոխվեցան մեր ուշադրությունը կենտրոնացավ Արցախ Հայաստան հասկանալի է դեպի երգիր բայց բادرազմեն յետք վերջին վերագարես ինչ որ հոգեբանական նաև վերատասավորումներ կան որ Չէ, մենք դակավին Սպիրկին պետք ունենք, մենք այստեղ ենք, մենք պիտի ապրենք, պիտի շարունակենք մեր կյանքը եւ գտեսնենք նաեւ որ գարկը բարականերով ինչպես նշեցիր, Սպիրկը չէ, Սպիրկը գաջի, այսինքն Լոս Անջելեսի այսօր արևմտյան թեմը եթե նայենք շատ փեղուն եւ մեղվաչան կյանք ունի եւ ադիգա բան չուզեր հերաթիդակ չուզեր տեսնելու համար բաց է մեր արժեվ ճիշտ է մերձավոր արևելքը վիրավոր վիճակ ունի ծեր բարակային շատ դեղեկացված չենք Արժանտին Ուրուգվայ կամ Բրազիլ ինչ կանցնի գտարնա բայց մեծ հաշվով Սպիրկի աբական ինչ է Խաչիկ Դեղուգասյանին համար դու ինչպես կդիտարկես նայր Նախսեմ որ սկսած էր բادرազմեն առաջ եւ պետք է երթան 90-ական թվականներու գեսերուն կամ վերջավորության եւ վերընթերցեն կամ լսենք կրգին վայոշականին պատկամները այն ժամանակ որ կսկուշացներ Սպիրկը միլկեք Սպիրկ կարը մդայ մշակույթ կարը մդայ քրականություն կա բայց իրավունք ունիս որ բادرազմը զորավոր բան եղավ ինչ կսեն շոկ եղավ եւ դերս պետք է վերադեսության ենթարկել այնպես ինչպես կընկալեինք Սպիրկը եւ պետք է ընկալենք կամ կարելի է ընկալել եթե Սպիրկը դեղատրենք շատ ավելի ընդարձակ հասկացողության մեջ որ հայության միջազգային կամ համաշխարհային ներկայությունն է որ ունի թարերու պատմություն
եւ ինչպես այդ ներկայությունը իր հետ կցկած է ընդհանրապես համամարտկային ուրեմն պատմության զարգացման մեջ մտածենք երբ ուրեմն նոր ճյուղայի բաներուն մեր վաճառականներուն եւ իրենց դիրաբեդող թիրքին մեդաքսի ճանապարհին վրա օրինակի համար կսեմ չէ կսկսենք հասկանալ որ ճիշտ է սփյուռք հասկացողությունը ինքը որ ցեղասպանություններն եւ խորհրդայնացումեն հետո եկավ շատ զորավոր տրոմատիկ աստեցություն ունեցավ հայության վրա եւ հոնգետ զնավ ամբողջ սփյուռքյան համասփյուռքյան հասկացողությունը 30-ական 40-ական թվականներուն որ այս մեկը հանգրվան մնե եւ սփյուռք ունի նպատակը որ հայրենադարձությունն է վերադարձնե չէ այդ հույսով է որ 3 սերունդ գաբենեն եւ երրորդ սերունդը սկսավ ասել որ սփյուռքը դարբեր բան է նաեւ 70-ական թվականներով սկիզբ երկակացիության բանը հասկացողություն մգա որ չէ զարգացած եւ այլն եւ ադիգա սկսած էր զարգանալ սփյուռքի մեջ սփյուռքի նոր հասկացողությունը ինչ որ բադայցավ 88-ին եւ 91-ին հետո նաեւ անխուսափելի էր այն իմաստով որ սփյուռքի մեջ ուրեմն դերակայված հաստատությունները առաջնահերթությունը բիդային Հայաստանին երկրաշարժեն Արցախյան շարժումեն անկախութենեն դնդեսական զարգացում բիդ գետրոնային Հայաստանի եւ ադիգա անխուսափելի էր եւ սխալ չէր ճիշտ էր բայց դեմը բիդի անդրադառնայինք որ մինչև ուր են մեր որպես սփյուռք սահմանները որ գտրվին Հայաստանեն եւ որոնց մենք մասին երբեք չէինք մտածած այնպես ինչպես չէինք մտածած դարբերումի մասին եւ դարբերումը պետք է ընկալել որպես ժխտում կամ բաժանում կամ մերժում այլ կան դարբերություններ որոնք եթե սեղանի վրա տրվին եւ դիալոգը ստեղծվի շատ մեծ հարուստ ուրեմն ինքնությունը մեջտեղ ուկա եւ ածևով գրնա զարգանալ հետեւաբար ինչ որ գործվեցավ գենտատրեմ 88-ին հետո սփյուռք հասկացողության ուրեմն հարացույց մներ որ գար ժամանակին գար հիմա չեմ ասել դեղ մկրված էր բայց ըսած էր կամ այդպես կենտատրեմ ես որ սփյուռքը եղած է որովհետեւ օրնո վերադառնա Հայաստան որը միայն հայրենի օղին վրա է որ ինքնությունը կզարգանա եւ այլն այդ մեկը պետք է այդ մտայնությունը պետք է փոփոխվեր համայնքային կյանքը երբեք չի դադրեցավ մեծ համայնքներում մեջ կամ ընդհանրապես սփյուռքի մեջ իր վերաբերումները միշտ ունեցավ ամեն դեղ բոլոր համայնքներում մեջ զարգացում անգում նույնիսկ դժբախտաբար Հալեբի դժբախտությունը ամենակարևոր գաղութներն համայնքներն մեկուն այդ բոլորը բադայեցան ինչ որ գործվեցավ սփյուռքի ընկալումը եւ սփյուռքի հարացույցներ անոր վրա պետք է աշխատել որովհետև շատ կարևոր է հայության համաշխարհային ներկայությունը որպես կազմակերպված հավաքական ինքնություն եւ ադո շատ պետք ունի Հայաստանը ագարակ որ միշտ եղած են սահմանապահումներ սահմանակցումներ մերժումներ եւ ուրացումներ անոնց կողքինալ գրնանք ասել որ կան նաեւ դրական դեղաշարժեր այդ իմաստով բայց սփյուռքի ընդանուր հասկացողությունը որպես հավաքական կոյավիճակ հարացույց այդ կոյավիճակին համար եւ սփյուռքի մասին մտածել որպես լինելություն եւ ոչ թե որպես ինչ որ նպատակի ծառայող հանգրվան այս դրամապանության կամ փիլիսոփայության ասձիրի մեջ է որ պետք է կգարձեմ պետք է սփյուռքի մասին մտածել այդպես անգերց խոսենք Խաչիկ մեր համատրողին փապակն է որ արագ եւ 5 հարցումներու պատասխանես քեզի համար ամենալավ քիրքը կամ հեղինակը հայ կամ օդար Շատ դժվար հարցում դերի շատ դժվար հարցում դերի գնաս պասանցնի BDSM այնինչ որ միտքես կանցնի բայց չի նշանակել որ միշտ նույն ճշմարտությունը գիտես բացարձակ ճշմարտություն չի գա այո այս բաուս ինչ որ միտքես կանցնի Բորխեսին պատմվածքներն են բայց այս բաուս
Այս պաուս, այս պաուս։ Այո, գրնամասել Բլդյանի գրկնակիր մարտը, որ ամենից շատ դպավորած ինձի, բայց այս պաուս, որովհետև Բորխեսի ուրեմն շապատ էր Արժանտինի մեջ, Բորխեսի պատմվածքները Էլալև պատմվածքը օրինակի համար։ Այս պաուս։ Հայերեն թարգմանված է։ Չեմ գիտեր, չեմ գար ձեր, բայց համաշխարհային բան է։ Այլապես նաև VDSA Oneti-ին մեկ քիրքը Juan Carlos Oneti, որ ամեն դարի հիմա արդեն մտանք տարբերակներում մնանք Բորխեսով, թե ֆրանսիականին մասին չեմ խոսի, ամերիկյանի մասին չեմ խոսի։ Բայց դա քրական էր, գրգնակիր մարտը ես ալ չեմ գարտացած, արիտ գլա գարտալու, չեմ գարտացած։ Ամենալավ երաժիշտը կամ գդորը երաժշտական։ Նայր Ժակ Բրել իր երկերովը, բայց անումը միրան որ Նեմեկիտապան անշուշտ հրաշալի, բայց քեզի անումը նալվիդան որ քու սրտի դալ բիդի խոսի որպես երկիչ մեկնաբան թունգսես իմդեղս Ադիս Հարմանդյան հրաշալի երկեր ունի արեմդահայ երկի նոր ագունքը այսպես ենք եւ տասական դարձած արդեն իր գենտանության ողջ տասական մներ Ադիս Եթե ուզես կշարունակեմ Elvis Presley եւ այլն ռոքի ամբողջ բամուլա բայց Ժակ Բրելին վրա գետրոնանանք այո չանցնող դեսակներն է իսկ ամենալավ ֆիլմը որ քեզի դպավորած է Կամ փեմատրիչը, բայց ֆիլմը, կորձը։ Այն ժամանակ շատ զորավոր դպավորություն սկսած են 70-ական թվականներ, եւ նորը սկսած է ֆիլմով հետաքրքրվիր Taxi Driver եւ Apocalypse Now։ Այդ երկու ֆիլմերը շատ զորավոր դպավոր են, բայց նորեն կգրկնեմ, վերջը շատ ուրիշ ֆիլմեր եկած են, չեն կրնար մեծ աշխարհ է այո վերջին շատ զորավոր երկու ադը մեկ ադը կովիդեն առաջ էր Parasite եւ մյուսը Civil War ամերիկյան ասերուկը զորավոր բաներ դպավորություն ես ալ գրեցի Ձեր ընտանիքը ֆիլմի անտեպ հadoop գարձեմ սերմունի ողջույններ Ձեր քրոջը եւ մանավանդ եղբորը Իմիջայլոց քեզի համար եթե հարց տամ ամենալավ ջաշը որն է Ասալ 5 հարցումի մեջ է նախավերջին հարցումն է Մենեիշ Իսկ եթե խաչիկին հարցնենք հայու գերբարը ով է օրինակ ինձ եթե հարցնես ես ունիմ շուտով գսեմ Քու ընկալումներդ at հայեն Ինչ տեսակի հայ եւ այդ մարդը ամենան շատը մոդեցած է այդ իրականության որ քու մեջը դե դու կպատկերացնես որ հայ մարդը այս տարուն այդ մարդուն մեզ պետք է բնավ անցած է միտքետ շատերը ասած են մայրս է մեգը սով իմ մորս մեջ կտեսնեմ հայությունը կամ ծնողներս կամ ամեն հայ որ լավ ընտանիք ունի ասանք բաներ Փարոյախոսյանն ալ կնաց քիչը որովհետեւ մեր ընկալումը հայուն անտեպ գիտես մեզի համար հայը միշտ մաքուրն է բարձրն է վսեմն է հաջողածն է ադալգա ադի սպյուրքեն ալգուկա բայց այդպես չէ իրականությունը ոչ պատասխանը բիդամ որպես պատասխան վայ օշագանին դողը սպյուրքահայ լալմգա շատ լավ էր եւ շատ գեղեցիկ էր անգերց զրույց էր Խաչիկ բավական բազմագողմանի եւ կարեւորը եկած էր անգերց խոսելու շնորհակալ եմ Ինչպես միշտ սակո քեզի շնորհակալ խնդրեմ Մեր ագնտիրներուն հիշեցնեմ որ եկեք անգերց խոսինք այսօր Խաչիկ Տեր-Ղուգասյանի հետ էր նաեւ հորտորս ցեզի հետևիլ մեր հաղորդումներուն լայք մսերմել մեկնաբանություն մտողել այդպիսով խտանած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարի ընցես